Ժողովուրդ ջան, մի փոքր դուք էլ խնդրում եմ առաջ եկեք։ Սամվել Կարապետյանը ուղերձ ունի հասցեագրված հավաքված ժողովրդին, ես ընթերցեմ, հարգելի հայրենակիցներ, խորին շնորհակալությունս եմ հայտնում այս օրերին իմ և ընտանիքիս կողքին գտնվելու և մեզ աջակցելու համար։ Ցավոք դատարանը վառ օրինակ ծառայեց օրենքի և իրավական երկիր ունենալու հույսով ապրող մեր ազգին, ապացուցեց, որ դեռևս ընդունակ չէ գործել ինքնուրույն, հանուն արդարության և առանց հանձնարարությունների։ Կյանքիս ընթացքում հաջողությունների զուգընթաց ունեցել եմ նաև բազում դժվարություններ, սակայն հոգիս երբեք չի հանձնվել։ Ապօրինի կալանքով ու շինծու մեղադրանքով ինձ չեն կարող ճնշել, շեղել որդեգրած սկզբունքներիցս։ Միշտ լինելու եմ ժողովրդիս, հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողքին, ջանք ու եռանդ չեմ խնայել ու չեմ խնայելու հայրենիքիս և հայության կյանքը բարելավելու, բարեկեցիկ և անվտանգ ապագա կերտելու համար։ Մենք պառակտող չենք, այլ ազգը համախմբող ենք։ Ամուր եղեք, մեր հաղթանակին այլընտրանք չկա, առաջ Աստված։ Շնորհակալություն աջակցելու համար։ Ժողովուրդ ջան, մենք մեր կողմից էլ ուզում ենք շնորհակալություն հայտնենք բոլորից, պատկերացնում ենք 2 ժամվա ընթացքում 3000-4000 մարդ է հավաքվում ու ինչ էներգիա ենք մենք զգում ձեզանից, այսօրվա որոշումը դա մի մեծ ճանապարհի փաստորեն սկիզբ է, ու այս ճանապարհը պետքա ունենա տրամաբանական ավարտ, հաղթական։ Այն հաշվարկը, որ մարդիկ արել են, իրանք ոնց որ սխալ հաշվարկ են արել մի անգամ, ոնց որ չի կպնելու։ Ես ուզում եմ բոլորիս մաղթեմ հետևողական ու ճիշտ պայքար, որ Հայաստանում ոչ մեկին չուզենան ու չկարողանան առանց պատճառի կալանավորեն, առանց պատճառի ուզենան զսպեն իր հայացքների համար։ Գնանք առաջ, կտեսնենք։ Իսկ այս ճանապարհի մասին է խոսքը, քաղաքական պրոցեսներ սկսվելու պարոն Կարապետյան։ Բրավո։ Պարոն Կարապետյան, ձեզ համար այս սցենարը, ներողություն, ձեզ համար այս ամեն ինչը սպասելի էր։ Փաշինյանի հայտարարություններից հետո զարմացած եք որոշումից։